ՀԿՊ նախընտրական ցուցակում հայտնվելու պայքարի այս թեժ պահին է միայն Տիգրան Ավինյանը որոշել մեծ աղմուկ հանած Երևանի Անթիվան համար փոսերի հախից գալ։ Նա երեկ հայտարարել է, որ սկսում են փոսալցման աշխատանքները։ Քաղաքապետարանից առաջ որոշ քաղաքացիներ սեփական միջոցներով են շեբեն ավազ գնել ու ժամանակավոր լուծում տվել իրենց փողոցների փոսերին։ Հենա այնտեղ ավազ ենք տարել այսօր սեփական ուժերով, առել ենք, լցրել ենք։ Անի թաղամասի բնակիչներն են վարորդների մղձավանջը դարձած այս փոսերը լցրել։ Հարամլն են սրանք։ Մենակ գույք հարկ են լավ փոկում էլ, երկու հատ պագիշկ եմ տեղեկացել։ Չարբախում, Դաշնամուրի մոտ։ Մի հրաշք փոս է, մի հրաշք։ Ось փողոցի մեջտեղ է։ Խայտարակություն էլի։ Պետք է կարգավորվի, լավ ասֆալտ անես, չի լինի։ Թաղամասի վրա դա միացնել է ոչինչ։ Սա քաղաքն էլ է դել։ Գույք հարգությունը ինչի համար որ ճանապարհը լրիվ նորմալ լինի։ Սեփական շեբենը ազատության պողոտա չեն հասցրել մտահոգ քաղաքացիները։ Այստեղ ամեն րոպե մի մեքենայի շիթ է ջարդվում։ 30 տարեկան տղա եմ, բայց ուսես բան չեմ տեսել։ Անտերության է մատնում է պրոստես քաղաքը։ Մեքենայի դեմը շիթը ջարդվավ, տակից լրիվ փշրվա։ Շարքից դուրս եկած Նիսանի վարորդը օրվա ընթացքում մայրաքաղաքի շատ թաղամասերում է լինում, ասում է չկա փողոց, որ այս օրին չլինի։ Հարց ունի քաղաքագլխին, ով է փոխհատուցելու իր վնասը։ 9 հատ ավտո ջարդվավ, 5 րոպեում 9 հատ ավտոյի շիթ ջարդվավ։ Մեքենա կա $38,000 իր դեմի շիթը $2,500, ով ասենք այդ ծախսը տակ։ Հսկա փոսերը նաև երկարխցանումների ու վթարների պատճառ են դառնում։ Վարորդներն ասում են, փոսերից խուսափելու համար ստիպված են կտրուկ մանևրել, ինչի հետևանքով բախումներ են լինում։ Մեքենայի այս կտորները 2 օր առաջ տեղի ունեցած վթարի հետևանքներն են։ Իմ մեքենա գալիս է աչով, ասենք կարող է փոսը տեսնի փախցնի, երկրորդ շարքով կամ երրորդ շարքով գնացող մեքենային հարվածի։ Այն մյուս շարքից գալիս են, խանգարում են այս կողմից, եթե դու այն կողմ ես սպանում, տալիս ես ուրիշի մեքենան ես ջարդում, բայց այս կողմով ասենք անհնար է, չգիտեմ, այս քաղաքի 90% փողոցները ջարդում են։ Մենակ նոր գալիս է ես Զեյթունից, բանդը բախացանում է, մեքենաները հանգիստ անցնում են, եկա լա պրոբկա է։ Վարորդները անհեթեթ են համարում Ավինյանի պատճառաբանությունը, թե ձմռանը ցանվող աղնու ավազն են պատճառը, որ մայրաքաղաքում քարուքանդ են եղել ճանապարհները։ Վստահ են ասֆալտի քայքայման պատճառը ոչ թե աղն է, այլ անորակ աշխատանքը։ Որակով որ լիներ, տենց չէր լինի, թքում կցնում են, սթից բաներ են խոսում, աղ ենք ցանել, ես ենք ցանել, ինչ աղ, ինչ բան, մենք ստեղ մի գրամ աղ չենք էլ տեսել։ Կարկատան են անում ու փող են լվում։ Պետության հաշվին փող են լվում։ Այդ է վատը։ Երևան քաղաքում բոլոր այն տեղերում, որտեղ մենք իրականացնում ենք միջին նորոգման աշխատանքներ, նմանատիպ խորքային խնդիրներ չեն առաջացել։ ՔՊԱ-ականներն արդեն ծեծված թեզն են առաջ բերում ու փոսերը գցում նախկինների գրպանը։ Տեղ կա նոր արած, տեղ կա հին արած, ինչ կապ։ Հակադարձում են մարդիկ Ավինյանին, շատ նորոգված փողոցներ կան, որտեղ ասֆալտը փոս է ընկել։ Ասֆալտը вообще ընդհանրապես 10 սանտիմից պակաս պիտի չանեն։ Վերում են շիպինը լցնում են փոսի մեջ, ես քան ասֆալտը լցնում են 2-3 սանտիմ վրան, ասես փռում են, ասում են ասֆալտը արեցինք վերջացավ։ Ռմբակոծված մարտադաշտի են նմանեցնում վարորդները Երևանի ճանապարհները։ Անի թաղամասի բնակիչներն ասում են, մի քանի օր առաջ է իրենց տների մոտակայքում ապրող հնդի կառաքիչը մահից պրծել փոսերի պատճառով։ Ինչ ասեմ, պրստեցող ժողովուրդը խելք ունենա, 5 ամիս հետո ընտրությունն իմանամ ոնտեղ, այդքան բան։ Եվ այն արդարացումը Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանելյանի խոսքով օրորի ավելացող ու խորացող փոսերը միայն Երևանում չէ, որ կատվածահար են արել երթևեկությունը, միջպետական ճանապարհների վիճակն էլ լավ չէ։ Չնայած ՏԿ նախարարը պնդում է, որ 2025-ին ճանապարհային ցանցի էական բարեփոխումներ են արվել։ աշխարհում որևէ մի երկրում նման բան չկա, ասենք այդ աբսուրդը ում եք ուզում հիմարի տեղ դնել։ Ում եք ուզում խաբեք մոլորության մեջ գցել։ Մենք գիտենք այդ ասֆալտը ոնց է արվում, ինչ մեթոդներով անում, ինչ ձևերով արվում, միլիարդավոր դոլարներ մսխվել են ասֆալտապատման ծրագրի շրջանակներում եւ պարզվեց, որ չէ, ասֆալտը ասֆալտ չի։ Պատգամավորը պնդում է, քրեական գործ պետք է հարուցվի անփութության մեղավորներին հայտնաբերելու համար, քանի որ եթե պահվեին բոլոր նորմերը եւ որակով ասֆալտ արվեր, ճանապարհները այս վիճակում հաստատ չէին լինի։ Աննա Գյուրնազարյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։